Պարոն Հարությունյան, Նիկոլ Փաշինյանը շարունակում է եկեղեցու դեմ արշավ, ինչպես նաև վեհապարի, խոսենք սրա մասին։ Շատ խոսելու բան չկա, ցավալի իրականության մեջ ենք ապրում։ Գործադիր իշխանության ղեկավարի կողմից ակնհայտ եւ անթաքույց միջամտություն է կրոնական կազմակերպության հայ առաքելական սուրբ եկեղեցու ներքին գործերին։ Բայց նրանք այսպես են արդարացնում, ասելով, որ եկեղեցին խառնվել է քաղաքական հարցերի մեջ, դրանով էլ նրանք փորձում են վեհապարին հեռացնել։ Ես լավ չեմ հասկանում ինչ է նշանակում եկեղեցին խառնվել է քաղաքական հարցերի մեջ ձևակերպումը։ Երկրորդ, եկեղեցու որպես կրոնական կազմակերպության գործառույթներին ներքին կազմակերպական հարցերին խառնվելը չի կարող արդարացվել այդ թվում եկեղեցու կողմից որևէ քաղաքական հարցի խառնվելու պատճառաբանությամբ։ Չնայած առաջի պնդումը ես կասկածի տակ եմ դնում, որովհետև ես այդպիսի բան չեմ նկատել, որ եկեղեցին քաղաքական հարցերին խառնվի։ Դե որ գնացել էր միջազգային հանրությանը խոսել էր Արցախի մասին, գերիների մասին։ Հայ առաքելական սուրբ եկեղեցին եւ առաջնորդ ամենայն հայոց վեհապարը ներկայացնում են համայն հայոց ազգային եւ հոգեվոր հարցերը եւ պատմականորեն հայաստանյաց հայ առաքելական սուրբ եկեղեցին պատմական տարբեր իրավիճակներում իր վրա է վերցրել նաեւ ոչ միայն ազգային ազգի հոգեվոր հարցերի, ուրեմն այսպես կարգավորումը, կանոնակարգումը եւ կազմակերպումը, այլ նաեւ ազգային եւ վեհապարի կողմից նշված միջոցառմանը Արցախահայության իրավունքների վերաբերյալ ուրեմն հարցերի բարձրաձայնումը ոչ թե քաղաքական հարց է, այլ ազգային հարց է։ Մեր ազգի մի հատվածի Արցախահայության իրավունքներին առնչվող հարց է։ Եվ այսպես մի փոքր շեղվելով նաև իրավական հարթությունից, որպես քաղաքացի կարող եմ ասել, որ ցանկացած իշխանության համար պիտի, այսպես ասեմ, գնահատելի լիներ եկեղեցու նման դիրքորոշումը եւ պայմանականորեն իշխանությունները ելնելով որևէ բանակցային տրամաբանությունից կամ այսպես ունենալով կաշկանդվածություններ արտաքին քաղաքական հարաբերություններում այս կամ այն հարցը արծարծելուց պիտի ուրախ լինեին եւ գնահատեին եկեղեցու այն դերը, որը փորձում է լրացնի քաղաքական իշխանությունների այս անկարողությունը կամ ուրեմն հարցերի թերակատարումը։ Մեր պարագայում հակառակն է, նաև պատճառների մասին տարբեր քաղաքական եւ հասարակական գործիչներ խոսել են, ես չեմ ուզում նրանց անդրադառնալ։ Արդյոք Նիկոլ Փաշինյանի քայլերը հակասահմանադրական չեն։ Միանշանակ հակասահմանադրական են, որովհետեւ եկեղեցու ուրեմն հայ առաքելական սուրբ եկեղեցին ունի սահմանադրական կարգավիճակ, սահմանադրության 18-րդ հոդվածով ամրագրված, բայց նույնիսկ եթե այսպես ասենք մի կողմ թողնենք սահմանադրությունը եւ սահմանադրական ամրագրումը եկեղեցու դերի, պետության կողմից ցած կրոնական կազմակերպության գործերի միջամտումը պարունակում է հանցակազմ, որը ամրագրված է քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածով, որով օբյեկտիվ կողմի դրսևորումը կրոնական կազմակերպության գործառույթներին խառնվել է, իսկ նույն հոդվածի երկրորդ մասը, որը որակյալ հանցակազմը, նախատեսում է պատասխանատվություն պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական դիրքը կամ ծառայական դիրքը չարաշահելով կրոնական կազմակերպության գործառույթներին խառնվելը։ Այստեղ պիտի հստակ արձանագրենք, որ երբ գործադիր իշխանության մարմնի ղեկավարը խառնվում է հայ առաքելական եկեղեցու գործերին, վաղը խառնվելու է մեկ այլ կրոնական կազմակերպության գործերին, ըստ այստեղ անհանգստանալու առիթ ունեն բոլոր կրոնական կազմակերպությունները, չնայած ես առանձնապես նպատակ չունեմ այդ կրոնական կազմակերպությունների իրավունքների պաշտպանությունը ստանձնելու, հետո էլ խառնվելու է
տարբեր իրավաբանական անձանց, շահութ հետապնդող կամ շահութ չհետապնդող իրավաբանական անձանց գործառույթներին, ունեք ինչ-որ ՀԿ-ների կամ նույնիսկ ՍՊ-ների, ՓԲ-ների, ԲԲ-ների, եւ սա արտահայտությունն է գործադիր իշխանության ղեկավարի, այսպես իր դերն ու առաքելությունը, սահմանադրական դերն ու առաքելությունը լավ չգիտակցելու եւ այդ սահմանները, որոնք սահմանադրությամբ ամրագրված, այդ սահմանները այսպես ինքն իրավ կերպով լայնացնելու ուրեմն միտումներին, որը անկասելի պրոցես է, երբ գործադիր իշխանության ղեկավարը, երկրի ղեկավարը չի սանձվում կամ իրեն չեն կարողանում սանձել իր այդ նկարտումների մեջ, ինքը կանգնելու տեղ չունի, այնպես որ անհանգստանալու առիթ ունեն բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր չեն հանդիսանում հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ։ Նա ուզում է վեհապառին հեռացնել եւ շարունակում է իր վիրավորանքները իր Facebook-յան էջում գրելով։ Երեկ էլ գրել էր, որ ճիշտ է, ցավոք ես կաթողիկոսի թեկնածու չունեմ, բայց վեհապառին ասել է վեղարի տակ թաքնված անառակ։ Ես չգիտեմ ինչ մեկնաբանություն եք ինձնից ակնկալում այդ արտահայտությանը, ես կնախընտրեմ հետևել վեհապառի հորդորներին եւ այսպես վեհապառի քրիստոնեական մոտեցումը կիսում եմ, չնայած սկզբում ինձ համար եկեղեցու հոգեվոր բարձրագույն հոգեվոր խորհրդի հայտարարությունը այսպես մի քիչ շատ համեստ էր թվում, բայց այժմ ես սկսել եմ գիտակցել եւ հավանություն եմ տալիս եկեղեցու այդ մոտեցմանը եւ գտնում եմ, որ ընտրված մարտավարությունը, ընտրված մոտեցումը շատ ճիշտ է։ Այսինքն քրիստոնեաբար ընդունել այդ տեղ ինչ-որ ագրեսիվ, անպարկեշտ, վուլգար վերաբերմունքը եւ համանման պատասխան չտալ։ Պարոն Հարությունյան, արձանագրենք, որ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը Արցախի հրապարակում ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ, բայց ինչպես տեսանք 2023 թվականին ունեցանք Արցախի օկուպացումը, հիմա ունեցանք 2020 թվականին 5000 եւ ավել զոհեր, հիմա այդ մարդը, ով հանձնել է Արցախը, որի վարչապետի ժամանակահատվածում ունեցանք այսքան տարածքային կորուստներ, արդյոք իրավունք ունի հեռացնել վեհապառին կամ որևէ մեկ այլ եկեք էլի վերադառնանք իրավաբանության դաշտ։ Նույնիսկ այն մարդը, որը չի արել այն, ինչ դուք նկարագրում եք, իրավունք չունի հեռացնել վեհապառին։ Երկին հայ առաքելական սուրբ եկեղեցին ունի իրավաբանական անձի, հատուկ իրավաբանական անձի կարգավիճակ, որպես կրոնական կազմակերպություն եւ ինքն է կազմակերպում իր գործառույթները եւ ներքին կարգապահական, կազմակերպչական բոլոր տեսակի հարցերի պատասխանատուն հենց ինքն է։ Որևէ պետական մարմին, հանրային իշխանություն ունեցող որևէ սուբյեկտ իրավունք չունի խառնվել այդ կազմակերպության հայ առաքելական սուրբ եկեղեցու ներքին գործերին, ճիշտ այնպես, ինչպես որևէ այլ կազմակերպության ներքին գործերին, իրավունք չունի, ուստի երբ մենք տեղափոխվում ենք այն դաշտ, որը ձեր մեկնաբանությունների դաշտ, այսինքն այն մարդը, որ այսինչ բաներն է արել, մենք այդտեղ բացում ենք այն դիսկուրսը, որտեղ որոշ մարդիկ էլ կհակադարձեն, կասեն, չէ, ինքը տենց չի արել եւ այլն, ու կստացվի մի իրավիճակ, երբ եթե մենք լուծենք այն հարցը, որ Նիկոլ Փաշինյանը այդ իրավունքը ունի կամ չունի, հնարավոր է ստացվի այնպես, որ այդ դիալոգի կամ բանավեճի արդյունքում ստացվի, որ Նիկոլ Փաշինյանը ունի այդ իրավունքը։ Այնինչ Նիկոլ Փաշինյանը արել է, չի արել այդ ամեն ինչը, չունի իրավունք։ Այս սա պետք է շատ հստակ արձանագրել եւ ինձ թվում է պետք չի մտնել այդ դաշտ, պետք է մնալ սահմանադրության եւ հեղափոխության սահմանը։